Հիմա որպես կառավարությունը դրանք պիտի օրենք ընդունեն, որ եթե մարդիկ գալիս են դիմում են դեսպանությունը կամ գալիս են մտնում են զվարթնոց, պիտի մի հատ հատուկ պատողան ստեղծեն կամ մի քանի հատ պատողան, որ մարդիկ գալիս ասում են ես հայ եմ, բայց Հայաստանի քաղաքացի չեմ, ուզում եմ օգտակարել եմ, ես ուզում եմ ծառայեմ, կամավոր կամ Հայաստանի քաղաքացիությունը հանում է այդ խնդիրը, որ եկողը դա կարող է որպես terrorist գնահատվել, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է համարվում։ Հասկանալի է։ Նիկոլ Փաշինյան դրա մասին ասում է, որ ոչ հիմք կա, ոչ պատճառ կա։ Ալեն Սիմոնյան, parlamenti նախագահ, նույն բանն է ասում, Պաշտպանության նախարար նույն բանն ասում, Անվտանգության քարտուղար նույն բանն ասում։ Այդ ինչ է նշանակում 4-ով էլ անգրակետ են։ Ինչու է այդպես համարում։ Նախ առաջ գիտեմ, երկրորդը դրանք որ sense բաներ են հայտարարում, դա խնդալու բան է դա։ Նայեք, ով է ստեղծում հիմքեր ու պատճառներ։ Այն կողմը, որ պլանավորում է ռազմական գործողություններ, եթե պատրաստում են, խոսք ունենք, ես պատրաստում եմ հարձակել Հայաստանի իրա, ես իզման նստած մտածում, չէ, աշխարհը ինչ ասելու։ Ես պիտի ստեղծեմ հիմք ու պատճառներ, չէ, ստեղծում եմ, առաջինը, այնա ամեն օր հայտարարում են, որ կրակում ենք, չէ, պատճառը, հիմքն է, հիմքը, չէ, այդ առաջինը։ Բայց մենք ապացուցում ենք, որ չեն կրակում, իսկ իրենք կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իրենք հենց գան եւ կրակեն իրենց վրա, օրինակ։ Հիշում եք, ես մի անգամ ասել եմ։ Դրանք թքած ունեն դուք ինչ եք ասում։ Քանի որ դրանք դերում են բնեյում, սաղոր լացում են, ասում են մենք չենք, սուտ են ասում, սենց չեն աշխատում։ Հիմա ճանապարհը ես ցույց տամ, ոնց որ եղել է միջև այս վերջի պատերազմը։ Ինչ որ մենք, եթե հիշում եք արտաքին գործերի նախարարը եւ պաշտպանության նախարարը բրիֆինգներ են ստեղծել, կանչել են տարբեր դիվանագետներ, ռազմական գործիչներ, դեսպանությունից, չէ՞։ Դա մալաչակություն է եղել։ Հրավիրեք, ասեք, որ չկա sense բան, ել են մեղադրել, չէ՞, կրակում են։ Հիմա ինչ պիտի անեն, նայեք։ Մենք ամբողջ սահմանում եւ մենք եւ ադրբեջանցիք ունեն կամերա, vision, night vision-ով, բանով ամեն ինչով կա։ Այդ կամերը 24 ժամ ձայնագրում է, 24/7։ Տեսագրում եւ ձայն։ Ահա, դե ամեն ինչ կա, օր, ժամ, ամիս կա։ Այսինքն, Ադրբեջանը ասում է, ամսի 18-ին ժամը 12:35 Հայաստանը կրակել են այս ուղղությամբ վրա, այս մարզից ստեղ ասում են, վերցնում ես այս մասը, կտրում ես, բերում ես, ու սենց ինչքան ասում են։ Բայց դա այնքան պարզ բան եք ասում, ինչը չի արվում դա։ Կանչում ես բոլոր դեսպաններին, արտաքին գործերի նախարար, դնում է, ասում են նայեք, էսի խոսքի օրինակ Վարդենի ուղղությամբ վրա, էսի կապանն, էս միղրինն է, էսի թավուշն է։ Կոորդինատներով։ Կամերայով վերևում է, որ տարածքում է։ Կոորդինատներ էլ կա, կամերայից էլ կա, ու դնում է։ Ասում են նայեք։ Ինչի չի արվում այդ դեպքում, եթե այդպիսի պարզ դուք հասկանում եք, դուք միշտ sense եք մտածում, եթե մարդ եկել է աթորա վերցրել, աշխատում է նախարար, չգիտեմ կամ ինչի, չգիտեմ, պաշտոն է զբաղեցնում, արդեն սյոյինքի ավտոմատով դառնում է խելացի մարդ։ Առաջինը դրանք շատ թույլ են, որպես մասնագետներ։ Երկրորդը, այդ կրեատիվ բաները դրանք չունեն։ Ինտելեկտ։ Քարե դարում ենք ապրում։ Քարի դարը գիտեք ինչու, գիտեք որ քարերը բրծավ դրա համար քարի դարը բրծավ, քարերը կա չէ, բայց քարե դարը չկա, որովհետև մարդիկ զարգացել են, չէ, բայց դրանք գտնվում են դեղ։ Այդ մի հատ գիտնականն ասել, ասում է, խի այդ որ ասում եք քարի դարը բրծավ, քանի որ էլ քար չկա։ Հիմա նայեք, հասարակ բան եմ ասում, չէ։ Կանչում ես ցույց ես տալի, ասում նայեք, օր ժամ, չի համապատասխանում, կրակոց չկա։ Լավ, եթե այնուամենայնիվ երկրորդ բանն ես ասում, վերլուծում ես, ինչու համար է անում են։ Դրանք ուզում են շանտաժով մեզ ստիպեն, որ մենք համաձայն ենք տարածքը տակ, միջանցքը տակ, այս տանք, այն տանք, սահմանադրությունը ստիպում են։ Ու եթե մենք չենք համաձայնում, դրանք պատերազմ են սկսել։ Այդ որ մենք ասում ենք ոնց են պատճառներ են ստեղծում, երկրորդ տարբերակը մեր համազգեստ են հակում։ Հենց ճիշտ։ Ես միշտ էլ ասում եմ, մեր համազգեստ են հակում։ Մի հատ տարածք են ճարում, որտեղից կարան մտնել որ Երևան, մեր համազգեստով։
գալիս մտնում են Հայաստանի տարածքն, դեից կրակում են, մի քանի հատ ադրբեջանցիներ են սպանում, հենց դեղ, որտեղ իրաց կամերիկը դրացա։ Ձայնագրում են, ցույց են տալի, ասում են նայեք, մեր համազգեստը չէ, հայերի համազգեստն է։ Այն կողմից են կրակել, հա, այն կողմից են, նայեք, 4 հոգի սպանել են, եւ մենք գնում ենք։ Всё, առաջ։ Այսինքն պատերազմից հետո 5 տարի անցավ, մինչև այսօր համազգեստը չեն փոխել։ Իսկ իրենք ունեին մեր համազգեստը 44 օրյա Մենք այդ ժամանակ։ դրա մասին ինֆորմացված ենք եղել մինչև այս վերջի պատերազմը։ Ու դրանք օգտագործել են այդ բանը։ Նույն ծորի բրիգադան ոնց է եղել։ Եվ առ այսօր նույն համազգեստն է աշխատում։ Այո, Օգտագործվում։ այո։ Մեծամասնություն, այո։ Բացի դրանից, մեկի մոտ նայում ես կապույտ գույն է, մեկի նայում ես կանաչ գույն է, ով ինչ Դա խայտարակություն։ Հասկանում եք։ Սիրտը ծավում է դրա համար։ Դրա համար ես ասում, քանի որ պետությունը թույլատրած վիճակում է, համակարգը ջարջախված է։ Մենք չունենք այդ թիմը Հայաստանում, որ հասկանում են համակարգը եւ ինչա, դրա համար դա մեծ խնդրեմ է։ Ալիևն Իրան էշնակշում, Պաշտոնյանը Իրան էշնակշում։ Ասում սահմանությունը փոխենք, Արարատը Արարատ չի, Գիմնը փոխենք, խոսքերը փոխենք, այս բանը փոխենք, այս դեմիլիտացիա, դեմոկրատիա։ Ալիևը շարունակում է իր գրոհը, այսպես ասենք։ Նայեք, Իր պատերազմը նա այնուամենայնիվ շարունակում է։ Հայեր ջան, նայեք։ Ինչ կար մենք ասում, նորից մի բան էլ պիտի ասեմ։ Ինչքան ասում ենք, չէ, էշին, տան ոչխարեն, չգիտեմ ինչ։ Նայեք, մինչև այսօր պատերազմից հետո Ադրբեջանը ո՞ր սկսեց այս ճանապարհը սարքել դեպի Սյունիքը, շարունակում առակ տեմպերով ճանապարհների սարքումը։ Ես ձեզ բոլորին տալիս եմ մի հատ սովորական հարց։ Կարող է իրոք դրանք աննորմալ են, միլիարդ դոլար են դնում, միլիարդներ են դնում, ճանապարհ են սարքում, որ հետո գան ասեն տուպիկա, այսօր ճանապարհը չկա, փագան դեռ Հայաստանի սահման արդեն։ Եթե ինքի բացում այս ճանապարհը սարքում է, ուրեմն ինչու համար է սարքում, որ մտնի։ Եթե այստեղ մի քանի տարբերակ կա, կամ արդեն պայմանավորվել են, կամ ասում եմ, եթե չեն բացելու, ես եմ բացվելու, բայց եթե ինքը սարքում է ճանապարհը, ուրեմն ինքը չի կանգնելու։ Սենսնից փողերը չքշում, չէ՞, չի հոտից այդ փող չի աշխատում ինքը։ Եթե պատերազմ լինի եւ սահմանը փակվի, նույնիսկ եթե մենք գործարան ունենանք, մենք չունենք հումք։ Պղինձը Ռուսիայի ձեռքում է, երկաթ մենք այդքան չունենք, նույնիսկ գործարանները եթե արտադրեն, ամեն ինչ սպառվելու է եւ հումք չի լինելու։ Եթե Վրաստանը չթողնի, մենք չենք ունենալու ճանապարհ այդ լրացնելու այդ ամենը։ Բայց եթե մենք ունենանք դաշնակիցներ, Արևմուտք, Եվրոպա, ԱՄՆ, Վրաստանը այդքան համարտակությունների, որ նրանց հակառակվի։ Ես ցանկանում եմ ձեզ ասել, որն է, քանի որ դուք ուզում եք իշխանության գալ, որն է ձեր դիրքորոշումը Արևմուտքի հետ դաշնակիցների ձեռքբերելու հետ կապված, եւ եթե դուք գտնում եք, որ դա կարեւոր չէ, ինչպես եք դուք պատերազմի ժամանակ ապահովելու, եթե սահմանը փակվի, հումքի մուտքը Հայաստան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն նայեք, ես ասում եմ, այն ինչ որ մոնոպոլիա մեր հողի մեջ կա, ոչ Ռուսաստան, ոչ մի կազմակերպություն գոյություն չունեն։ Սեփականացնելու ենք։ Ընդերք։ Այո։ Բավարար է, տեսեք ինչքան թվարկումներ արեց Նայեք, Վրաստանը, եթե սահմանը փակում է, ինքը փակում է զենքի համար։ Հումքի համար չի փակում։ Չի փակում ու չի փակել երբեք։ Զենքի համար է փակում եւ զինամթերքի համար է փակում։ Մնացում պատերազմի օրերի մասին է։ Այո։ Ոչ այս մինչ պատերազմական շրջանը։ Իս ընկերի համար չի փակում ինքը։ Այդ առաջին, երկրորդը ինչ որ կա Հայաստանում մենք պետականացնելու ենք։ Ուզում է Ռուսաստանը լինի, ուզում է ֆրանսական վիոլը ջուրը լինի, այդ սա մեր ջուրն է, մեր հողն է, դա միանշանակ մենք վերցնելու ենք։ Ես հիմա մինչև այսօր նայեք ժողովուրդ ջան, դուք ասում եք Ռուսաստանի ձեռքն է, այս մեկի ձեռքն է, Եվրոպա։ Հիմա նայեք, միացյալ նահանգները արդեն օգնություն չի ուղարկում, նույնիսկ Ուկրաինային։ Եվրոպան միջև այսօր
մտածումը Ուկրաինային փող ինչքան ուղարկեմ եւ զինամթերք ինչքան ուղարկեմ։ Ուկրաինան բոլորը դավաճանել են։ Առաջի հերթում միասան նախանքներ, այն ասում են, արևմուտք չէ։ Դավաճանել են։ Մի հատ նորմալ եկավ ու էսա ջարդփուշուր արել։ Ֆրանսիա, Գերմանիան ասում են մենք կողքը կաղնացենք, լսեք, միջև դուք ասում եք կողքը կաղնացեք, ուկրաինացիք այորն են տապում։ Այդ առաջինը։ Իհարկե մենք ուզում ենք լինենք Եվրամիության հետ։ Իհարկե մենք ուզում ենք։ Հա, բայց իհարկե շատ լավ կլինի, որ Ամերիկան մեր կողք կլինի, միասան նախանքներ։ Բայց դեռ մի հատ բան կա։ Դրանք ուզում են, որ մենք իրաց կողքը լինենք կամ նույնիսկ Եվրոպա։ Ես հիմա չեմ տենում, խոսք ունեք նայեք։ Եթե դաժե դրանք իրանց համար վտանգավոր է, եթե նայեք, ես ասում եմ, ընդհանուր 1 միլիարդ 360 միլիոն ամերիկացիք, 500 միլիոն եվրոպացիք, դեղել Ճապոնիան, Հարավային Կորեան, ու Կանադան, Ավստրալիան, եթե սենց վերցնում ես մոտավորապես 1 միլիարդ ուկրաինացիներին օգնում են, չէ՞։ Են էլ դեղ Ռուսաստան 120-130 միլիոն։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Տրամպ ասում է, ես չեմ օգնում, Եվրոպան մտածում է, ստացվում է, Ռուսաստանը բոլորին հաղթում է։ Էդ է ստացվում։ Ես դեմ չեմ Եվրոպայի, բայց նայեք, Մակրոնը շատ ասում, ես Հայաստանի կողքը կաղնացեմ։ Մենք ոչ պակաս հիմա գտնվում ենք վտանգի տակ։ Եթե դու Ուկրաինան ուղարկում ես 5 միլիարդ զենք, հա ինքի պատերազմի մեջ է, բայց մենք հալա որ պատերազմի մեջ չենք։ Հիմա չէ, մի ժամից հետո կարող են պատերազմը։ Եթե Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպա մեր դաշնակիցներ են, դրանք հասկանում են, որ բալանսի չկա, բալանսի կոտրած է հիմա, ջարդացա։ Հայաստան-Ադրբեջանի մասն ենք ասում։ Դու ուղարկին այդ բալանսը։ Մենք հաստատ աշխատելու ենք Մակրոնի հետ, հաստատ աշխատելու ենք Մեծի հետ, Գերմանիայի հետ։ Տարբեր պետություններ, բացի Հունգարիան ու Սլովակիան։ Եթե Օրբանը ու Ֆիցոն մնալու են, ես իրան դեսպանատությունը ստեղ փակելու եմ։ Պարզապես դուք ասում եք ժամ առաջ պետք է ներսում ամեն ինչով ապահովել։ Բոլոր դեպքերում մենք դա ապահովենք։ Բայց Ուկրաինան չէ, որ Ուկրաինան էլ է արդեն արտադրում բավական։ Հիմա նայեք, Ուկրաինայի խնդրեմը ինչու մեջ է եղել ու մեր։ Նույն 20 տարին դեղին լափել, թալանով են զբաղված են եղել։ Ետ խորհրդային շրջան, այսպես ասենք, ետ խորհրդային պետություն է։ Կոռուպցիայի որը կոռուպցիան խորհրդային միության ստեղ չեն եղել այսքանը դրանք իրանց ավանդական մասին ոչ մեկը չի մտածել տարիներով պատերազմը սկսեց հասկացել են բա պետության համար ոչ մեկը չի մտածել գրպաններ են լսել ոնց որ Հայաստանում է եղել դրա համար ես ասում եմ հույսը մենք մեր վրա ենք պահում